Ձեզ այսօր մեր հերթական բոլովակի օրն է եւ մենք փորձենք դարձյալ մի կարևոր թեմա քննարկել ու լուծումներ առաջարկել։ Իդեպ կխնդրեմ անպայման բոլովակի տակ դրեք ձեր մեկնաբանությունները տվյալ թեմայի հետ կապված, որովհետեւ ինչքան տարբեր տեսանկյուններից նայենք հարցին, այնքան ավելի լայն, ավելի գլոբալ կպատկերացնենք ցանկացած հարց։ Եվ իհարկե, եթե կունենաք նաև հարցեր ինձ ուղղված, խնդրեմ ուղղեք, սիրով կպատասխանեմ։ Եվ այսօրվա թեման նաև շատ կարևոր է, ուզում ենք առանձնացնել մի փոքր մնացած նախորդ թեմաներից, որովհետև հաջողության եւ անհաջողության պատճառների մեջ կարծում եմ 3 ամենակարևոր պատճառներից մեկը հենց այն է, ինչի մասին հիմա մենք խոսենք։ Ինձ թվում է արդեն հետաքրքիր է, սկսեցինք։ Ուրեմն այսօրվա թեման մտահորիզոնն է։ Ինչպես զարգացնել, ինչպես լայնացնել եւ առհասարակ ինչ է մտահորիզոնը, հա, որպեսզի ավելի լավ պատկերացնենք, եկեք միասին մի օրինակ քննարկենք, ու այդ օրինակի վրա էլ փորձենք մանրամասնել։ Ուրեմն պատկերացրեք կա մի մեծ դաշտավայր, որտեղ աճում են բոլոր աշխարհում ինչքան միրգ կա, բոլոր մրգերը կան այդ դաշտավայրում, բոլոր մրգերի ծառերը կան այդտեղ։ Եվ աշխարհում ինչքան տեսակի բանջարեղեն կան, նույնպես բոլոր տեսակի բանջարեղենները կան այդ դաշտավայրում։ Ու նաև կան այնպիսի մրգեր եւ բանջարեղեններ, որոնք նույն կլիմայական պայմանների մեջ բացառվում են, երբեք չեն հանդիպում։ Օրինակ կա եւ ծիրան, եւ մանգո, եւ անանաս, եւ դեղց, հա։ Ու պատկերացրեք, որ մենք կարող ենք մտնել այդ դաշտավայր, մեր ուզածը քաղել, վերցնել, տանել, վերավաճառել եւ միայն մի փոքրիկ վերապահումով։ Մենք կարող ենք մտնենք միայն այդ դաշտավայր գիշերը, երբ մութ է։ Եվ մեր հետ կա լապտեր, որով մենք կարողանում ենք լուսավորել ինչ-որ մի հատված մեր կողքը, հա, 10 մետր մաքսիմում կամ 20 մետր, եւ հետեւաբար մենք կարող ենք տեսնել այնքան մասը, մենք կարող ենք տեսնել միայն այնքան մասը, ինչքանը լուսավորում ենք։ Հետեւաբար մենք կարող ենք նաև քաղել այն միրգը, որը լուսավորել ենք, տեսել ենք եւ հետեւաբար նոր կարող ենք քաղել։ Հիմա պատկերացրեք, որ մենք լուսավորում ենք սկզբում դեղցի ծառ, քաղում ենք մի քանի հատ դեղց, հետո լապտերը պահում ենք օրինակ ձմերուկի թմբերի վրա, միաձմերուկ ենք քաղում, հետո լապտերը պահում ենք ընկույզի ծառի վրա, մի քանի հատ ընկույզ ենք քաղում եւ ինչի վրա լապտերը պահում ենք, մնացած ամբողջ դաշտավայրի բոլոր տեսակի մրգերը մնում են մթի մեջ, խավարի մեջ, այսինքն մենք այդ պահին տեսնում ենք մենակ մի տեսակի միրգը կամ մի տեսակի ծառը։ Հիմա պատկերացրեք մտահորիզոնը, դա հենց մեր աչքերի այսպես ասած լուսավորելու հատկությունն է, որով մենք լուսավորում ենք աշխարհի միայն մի հատվածը, միայն մի բացառությամբ։ Եթե օրինակ լապտերը շարժական է, դու եթե պահում ես ծիրանի վրա, դեղցը մնում է խավարի մեջ, եթե պահում ես դեղցի ծառի վրա, ծիրանն է մնում, հա, խավարի մեջ։ Մտահորիզոնը մի փոքր այդ ձևով է աշխատում։ Եթե դու մտահորիզոնով միայն լուսավորում ես օրինակ ձմերուկի թմբերը ու հետո տեսնում ես նաև դեղցի այգին եւ լուսավորում ես դեղցի այգին, երկուստ էլ մնում են լույսի մեջ, այսինքն հերիքա մի անգամ լուսավորել մի հատվածը տվյալ դաշտավայրի, հերիքա հենց մի անգամ տեսնել, դրանից հետո ինքը միշտ մնում է լույսի մեջ, այսինքն դու երբ մտնում ես դաշտավայր, դու գիտես, որ կա ձմերուկ եւ դեղց, դու կարող ես եւ ձմերուկ քաղել եւ դեղց քաղել։ Եվ աստիճանաբար ինչքան ավելի մեծ տարածքներ դու լուսավորում ես, այնքան այդ նախորդ լուսավորված տարածքները մնում են եւ ավելանում են նոր տարածքները։ Մտահորիզոնի տարբերությունը լապտերի հետ կանում է հենց դրանում, որ մի անգամ լուսավորածը այլևս երբեք չի կորում։ Եվ եկեք նաև պատկերացնենք հետևյալ օրինակ, որ հետևյալ առանձնահատկությունը մտահորիզոնի, որ երբ դու լուսավորում ես տվյալ տարածքը, դու քո բոլոր պլանները, բոլոր նպատակները, բոլոր երազանքները պատկերացնում ես եւ կապում ես այդքան հատվածի հետ։ Օրինակ, պատկերացրեք դուք ձեր մտահորիզոնը կամայական լուսավորել է միայն ձմերուկի հատվածը, հա։ Հիմա ինչ նպատակ եք դուք դնում։ Դուք նայում եք, թե ինչքան բերք կա այդ ձմերուկի հատվածում, դուք մտածում եք, բերքը կվաճառեմ, այսքան եկամուտ կլինի, կամ ձեր նպատակների մեծությունը, երկարությունը սահմանափակվում է հենց այդ ձմերուկի թմբերի երկարությամբ, այսինքն դուք դրանից դուրս, դրանից աճ կամ ձախ նպատակ կամ երևակայություն չունեք, չեք պատկերացնում, որովհետև դուք գիտեք, պատկերացնում եք, տեսնում եք միայն այդ հատվածը։ Հիմա պատկերացրեք նաև հետևյալը, եթե դուք օրինակ ստանում եք ձեր աշխատանքից 100,000 դրամ եկամուտ, ուրեմն դա ու չի ավելանում ինքը,
տարիներ շարունակ նույն կետում ամնում, ուրեմն նշանակում է այն հատվածը, որը լուսավորել է ձեր մտահորիզոնը, սահմանափակվում է այդքան տեղով, այսինքն դուք մաքսիմումը քաղել եք հենց այդքան հատվածից։ Այն ինչը կարող եք քաղել արդեն հարևան հատվածներից, դա կարող գերազանցի ձեր 100,000-ը։ Բայց եթե դուք իհարկե չեք տեսել, չեք լուսավորել այդ հատվածները, բնականաբար չեք էլ կարող վերցնել ռեսուրսները, ավելին ասեմ, չեք էլ կարող պատկերացնել, որ կա նման հնարավորություն։ Հետևաբար մտահորիզոնը մեր, այսպես ասած, հայացքի, մեր ուղեղի, մեր մտքի աշխարհը լուսավորելու, աշխարհը հետևաբար նաև տեսնելու կարողությունն է, ու մենք ինչքան ավելի մեծ ենք տեսնում այդ հատվածը, ինչքան ավելի շատ ենք կարող լուսավորենք, այնքան ավելի մեծ հնարավորություններ ենք տեսնում եւ բնականաբար այնքան ավելի մեծ հնարավորություններից են կարողանում օգտվել։ Եվ եկեք պատկերացնենք նաև որ եթե դուք տեսնում եք միայն ձմերուկի հատվածը, երբ որ ձեզ ասեն օրինակ դեղցի այգու մասին կամ ծիրանի այգու մասին, դուք մեղմ ասած չեք հասկանա այդ մարդուն։ Եվ եկեք հակառակն էլ պատկերացնենք, մարդ ով տեսել է եւ ձմերուկի հատվածը եւ դեղցի, այսինքն բոլոր հատվածները կամ մաքսիմում շատ հատվածներ է տեսել եւ մտածում է լայն, մտածում է ավելի հարուստ, տվյալ մարդու գործողություններն էլ համապատասխանաբար կլինեն ավելի լայն։ Երբ ինքը կգա կմտնի այգի, ինքը եւ կմտնի ձմերուկի թմբերի մեջ ինչ-որ մի բան կքաղի, եւ կքայլի ծիրանի ծառի մոտ, հա ինչ-որ մի բան կքաղի, եւ կքայլի այն աղբյուրի մոտ, որտեղ նաեւ կան օրինակ ձկներ, այն ինչ-որ գետ է հոսում, որի մեջ կան ձկներ։ Այսինքն ինքը բոլոր ռեսուրսներից կկարողանա օգտվել։ Իսկ կյանքը հենց շատ ու շատ դեպքերում նման է հենց դրան, այսինքն մենք կարողանում ենք մեն օգտվել այն ռեսուրսներից, այն բարիքներից, այն հնարավորություններից, ինչքան է լուսավորել է մեր մտահորիզոնը։ Հետևաբար տրամաբանական հարց է ծագում, մտահորիզոնի լայնացումը ուղիղ համեմատական է այն ռեսուրսների, այն բարիքների քանակին, որը մենք կարող ենք ունենալ կյանքում։ Հետևաբար մտահորիզոնի լայնացումը կամ մեր կյանքի որակը ուղիղ համեմատական է մտահորիզոնի լայնացմանը։ Եվ առհասարակ հագեցած կյանքը հաճույքներով եւ հաճելի պահերով հագեցած կյանքը եւ նաեւ բարձր եկամուտ ենթադրող կյանքը միշտ ենթադրում է մտահորիզոնի լայնացում։ Եթե օրինակ մի օրինակ էլ բերեմ արդեն վերցրած կյանքից, հա, օրինակ ես ունեմ ընկեր, ով ամսական ստանում է 100,000 դրամ եկամուտ։ Եվ երբ մենք խոսում ենք այդ թեմայով, ինքը ասում է Հայաստանում 100,000-ից ավել հնարավոր չի աշխատել։ Դուք եկեք միասին պատկերացնենք, հա, կան մարդիկ, ովքեր աշխատում են 300,000, 400,000, 500,000, նու եւ ավելի շատ, հա, այն մարդը, ով աշխատում է 100,000 դրամ ու կարծում է, որ դա մաքսիմումն է, ուրեմն այդ մարդու համար լուսավորված է միայն կյանքի այդքան հատվածը, որտեղից այո 100,000-ի ինքը օրինակ մաքսիմում քաղել է, մաքսիմում քամում է։ Հետևաբար եթե ուզում ենք մենք լիարժեք 100%-ով փոխենք մեր կյանքը, մենք պետք է աշխատենք մեր մտահորիզոնի վրա, լայնացնելով ու փոխելով, շատացնելով։ Եվ նաև եկեք մի կարևոր հանգամանք էլ հաշվի առնենք, դժվարություն, խնդիր, որը ծագում է մտահորիզոնը լայնացնելու process-ում, երբ դուք լուսավորում եք մի հատված ու ցանկանում եք լուսավորել նաև այլ հատված, առաջին հատվածը դիմադրում է երկրորդ հատվածին։ Այսինքն, երբ մարդը իր կյանքի ինչ-որ հատվածում անընդհատ տեսել է նույն բանը, երբ առաջարկում ես նորություն, նոր աշխարհ, դիմադրություն է դա հանդիպում մարդու գիտակցության եւ ինտեգրիտակցության մեջ, որովհետեւ մարդը մինչ այդ մտածել է, որ իր տեսածը դա ամբողջ աշխարհն է, իր պատկերացրածը դա ամբողջն է, ոչ թե ամբողջի մի մասը։ Ու դրանով իսկ երբ դու ասում ես մարդուն թվում է թե քո տված աշխարհը ինքը պետք է վերցնի ու դնի իր աշխարհի տեղ, այսինքն պետք է նա բացառի ձեր աշխարհը վերցնի եւ դրանով բացառի իր նախորդ աշխարհը։ Իրականում բոլոր այդ աշխարհները շարվում են իրար կողք եւ դրանով մի հատ մեծ պատկերի տարբեր փազլներն են դրվում ու դու պատկերը պատկերացնում ես ավելի ամբողջական։ Հիմա ես ձեզ կխնդրեմ ձեր տարբերակներն առաջարկեք, ինչպես լայնացնել մտահորիզոնը, ինչպես մեծացնել աշխարհի նկատմամբ մեր պատկերացումները։ Հետևաբար դրանով իսկ կավելանան մեր, այսպես ասած, եկամուտները, կավելանան ռեսուրսները մեր կյանքում եւ իհարկե կավելանա մեր կյանքի որակը։ Իդեպ ասեմ, մենք զարթուցիչի ընթացքում ունենք վարժություններ, տեխնիկաներ, որոնք հենց լայնացնում են մտահորիզոնը, ես դրա մասին կամ խոսամ զարթուցիչի ժամանակ, կամ մեր այլ հոլովակներում եւ կխնդրեմ նաեւ ձեր տարբերակներն առաջարկեք, ինչպես լայնացնել մտահորիզոնը, ինչպես
անել, որպեսզի այն մարդը, ով ունի նեղ մտահորիզոն, սկսի տեսնել նաև այլ աշխարհներ եւ ընդունի այլ աշխարհներ։ Եվ ավելացնելով նաև ասեմ, որ բոլոր խնդիրները, որոնք ծնվում են եւ ընտանիքում, եւ մարդու աշխատանքի մեջ, առհասարակ ցանկացած ոլորտում ծնված բոլոր խնդիրների հիմքում եւ խնդիրների չլուծվելու հիմքում ընկած է հենց մտահորիզոնի նեղացումը։ Ու օրինակ երբ դիտարկում ես վեճ, ընտանեկան վեճ ամուսինների մեջ, ու վեճը եթե չի լուծվում ու տարիներով ձգվում է, ապա այստեղ կարելի է հստակ տեսնել մտահորիզոնի նեղացում։ Եթե մարդը կյանքի ընթացքում անընդհատ նույն տեղում դոփում է, չի կարողանում զարգանալ կամ գնալ առաջ, ավելացնել իր արդյունքները, ապա մենք տեսնում ենք մտահորիզոնի նեղացման, այսպես ասած, խնդիր։ Եթե մենք տեսնում ենք, որ մարդը բողոքում է, մարդը չի տեսնում, այսպես ասած, նոր հնարավորություններ կյանքում։ Եթե տեսնում ենք, որ մարդը իրեն սահմանափակել է անընդհատ աշխատանք տուն ու անընդհատ գնում է աշխատանքի նույն փողոցով, նույն մեքենայով, նույն համարի տրանսպորտով, ապա մենք տեսնում ենք, որ տվյալ դեպքում կա դարձյալ մտահորիզոնի նեղացում։ Դուք կարող եք ավելացնել այս օրինակները, բայց ես այսքանով կսահմանափակվեմ։ Իդեպ մեր YouTube-ի ալիքին կարող եք գրանցվել մյուս հոլովակներին հետևելու համար։ Դե ձեր Գրիգոր Առաքելյան, սիրով կսպասեմ ձեր մեկնաբանություններին եւ հարցերին։ Ստեսություն։